Հիմա իրանք պրոցեսի իմիտացիա են անում, բայց պրոդուկտը չկա։ Իմիտացիա է համարում Արթուր Խաչատրյանը Նիկոլ Փաշինյանի այն գրառումը, թե Ախալքալակ Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։ Ըստ Խաչատրյանի, տնտեսական որևէ հիմք չունի այդ պնդումը։ Փաշինյանը պարզապես փորձում է էյֆորիա առաջացնել Էրդողանի խորհրդանշական ժեստի շուրջ։ Էրդողանն ասել էր խորհրդանշական ժեստեր են կանելու, այսինքն Փաշինյանը ժեստ արել Թուրքիայի օգտին, այդ Թուրքիան էլ բնականաբար ցույց է տալիս, որ ինքը տեսեք Հայաստանի նկատմամբ դրական տրամադրված երկիր է, այլևս այն թշնամին չի։ Ոչ թուրքական, ոչ վրացական պաշտոնական աղբյուրներում պատգամավորը չի հանդիպել որևէ հաղորդագրության, որ Հայաստանին առաջարկվում է օգտագործել Ախալքալակ Կարս երկաթուղին։ Հայ-թուրքական բանակցություններում թուրք պատվիրակ Քլչն է ընդամենը տարածել Փաշինյանի հայերեն գրառումը։ Քլչը կիսվել է Նիկոլ Փաշինյանի գրառումով։ Պաշտոնական որևէ հայտարարություն ոչ վրացական, ոչ թուրքական կողմից ես չեմ տեսել։ Ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ լարվող հարաբերությունների ֆոնին իշխող թիմը փորձում է պատրանք ստեղծել, թե թուրքերը կարող են ռուսների փոխարեն մեզ այլընտրանքային ճանապարհներ առաջարկել։ Դա ընդամենը հայտարարություն է, որ հայկական բիզնեսները կարող են օգտագործել Ախալքալակ Կարս երկաթուղին։ Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածուն բացատրում է, եթե անգամ հայկական ապրանքներով բեռները Վրաստանով հասնեն Կարս, որտեղ են վաճառվելու, կա արդյոք հնարավորություն այդ ապրանքը եվրոպական շուկա մտցնելու։ Ենթադրենք հայկական բեռները հասան Վրաստան։ Դրեցին գնացք, ուր է գնալու եւ ինչ է գնալու, որպեսզի դու մտնես եվրոպական շուկա, շատ լուրջ աշխատանք պետք է անես։ Վերջ-վերջո սպայկան Նիկոլից շուտ գիտեր, չէ՞ որ Եվրոպայում էլ են ծիրան ուտում կամ խնձոր ուտում, բայց եթե կա լեհական խնձոր եւ բելգիական խնձոր, փորձել մտնել եվրոպական շուկա շատ բարդ է լինելու։ Կամ ինչ են վարդերը, որոնք Ռուսաստանում չեն վաճառվում, հոլանդական, պետքա տանեն Հոլանդիայում վաճառեն։ Խաչատրյանը նկատում է հայկական միրգ բանջարեղենի համար ավանդական շուկան ռուսականն է։ Մեր գյուղմթերքը կարող է վաճառվել նաև Եվրոպայի հայաշատ երկրներում։ Բայց արդյոք ֆրանսահայերն ու բելգիահայերը կարող են այնքան սպառել, որ շահավետ լինեն արտահանումները, այսպես կոչված էթնիկ շուկաներ։ Ի վերջո հիմնական սպառման շուկան էթնիկ շուկան է, դրանից բացի ռուսները դեռ հիշում են հայկական ծիրան եւ հայկական մրգի հայկական մրգի համը։ Հիմա եթե դու ասես ես չեմ տանում Ռուսաստան կամ Մոսկվա տանելու փոխարեն Բրյուսել եմ տանում, դա բա ինչի մինչև հիմա չէիր տանում, ինչն էր խանգարում, ճանապարհը չկար, լավ, հիմա այդ ինչքան կազդի այդ ճանապարհը Ախալքալակ Կարսի հնարավորություն, շատ մեծ չի լինել, եթե դու հասցնում ես քո ապրանքը մինչև Վրաստան, հիմա տանես Կարս, թե Վրաստանով շարունակես դեպի Ռուսաստան, մեծ բան չի տարբերել։ Ընտրությունների շեմին Փաշինյանը ըստ Խաչատրյանի մոլորեցնում է մարդկանց ասելով, թե Ադրբեջանի երկաթուղին եւս բաց է Հայաստան ներմուծումների եւ Հայաստանից արտահանումների համար։ Պատգամավորի բառերով Ադրբեջանի տարածքով անցած դեկտեմբերից ներմուծվել է ընդամենը մի բուռ ցորեն ու մի բաժակ բենզին, բայց ոչինչ չի արտահանվել Ադրբեջան։ Հայաստանից որևէ բան ես ինչքան գիտեմ չի արտահանվել, կամ կարող է մի բուռ ինչ-որ բան արտահանված լինի։ Ադրբեջանի տարածքով Հայաստան է գալիս ապրանք շատ սահմանափակ։ Ես չգիտեմ, որ ընկերությունն է օրինակ Ադրբեջանի տարածքով ինչ արտահանել եւ ինչ ծավալի։ Արթուր Խաչատրյանի համոզմամբ, եթե այդ երթուղին շահավետ լիներ, գործարարները կշտապեին օգտվել դրանից ու վայրկյան առաջ դուրս գալ մեծ շուկաներ։ Բիզնեսմենը, լավ, գործարանի տերը, այգու տերը, ջերմոցի տերը, ինքը հասկանում է, որ ինքը ունի կեռաստ։ Եթե կեռասը ինքը այսօր վաճառում է Ռուսաստանում, այլ ոչ թե Չինաստանում, ուրեմն ինքը հասկանում է, որ իր համար ձեռնտու է վաճառել Ռուսաստանում, ավելի հեշտ է, ճանապարհն է իրան ծանոթ, ճանապարհի նկատի չունեմ միայն ֆիզիկական ճանապարհը, լավ, այնտեղ հասցնելու եղանակներն են իրան ծանոթ։ Դրա համար ինքը տանում է դեպի Ռուսաստան։ Տնտեսական տարրական գիտելիքներ չունեցող Փաշինյանը հունիսի 7-ից առաջ կեղծ թեզերով փորձում է խաբել մարդկանց, թե իրեն հաջողվել է ճեղքել 35 տարվա շրջափակումը, ասում է ֆիզմատ գիտությունների թեկնածու Արթուր Խաչատրյանը։ Ըստ նրա, այդ միֆը տարածելու գործում Փաշինյանին օգնում են թուրքերն ու ադրբեջանցիները։ Կարեն Մանգասարյան, Նորա Շարբաթյան, Էլեն Յահինյան, Հայլուր։